Բարև բոլորին ժողովրդյան ձեր հետ եմ Virus Gaming-ը եւ մենք շարունակում ենք խաղալ մեր բաժարնիկի սիմուլյատորը։ Ու անցնում ենք մյուս զոնա, որտեղ տեսնում ենք այրվում են կոնտեյներները։ Միանգամից կանչում ենք բաժարնիկի մեքենա, որ անկցնի այն։ Այստեղ կանչեցի նաեւ ոստիկաններին, որ բռնեն անցավորին, բայց նրանք չկարողացան։ Հիմա անցնենք մյուս ոստիկանները կանչելուն։ Այստեղ ոստիկանների մյուս խումբ կանչելով կարողացան չեզոքացնել անցավորին։ Իսկ այստեղ ցավոք սրտի, որ 3 ոստիկաններին կանչեցին, նրանք չկարողացան չեզոքացնել անցավորին, նրանք հիմա օգնության կարիք ունեն։ Այդ իսկ պատճառով ես չեմ կարողանում կանչել չես ծառայությանը, որպեսզի արագ մարեն կրակը։ Իսկ հիմա բարի աջող կարողանում են մարել կրակը հրշեջ աշխատողները։ Իսկ հիմա կանչում եմ 2 շտապ օգնության մեքենա, որպեսզի օգնություն ցույց տան տուժածներին։ Այս անգամ տուժածները շատ են եւ շտապ օգնության աշխատողները չեն հասցնում նրանց բուժել։ Իսկ մյուս 2 տուժածների համար կանչում ենք դոկտոր, որպեսզի կարա բուժի նրանց։ Դոկտորները նրանց բուժելուց հետո կանչում ենք շտապօգնության մեքենա, որպեսզի նրանց տեղափոխենք հիվանդանոց։ Իսկ հետո բարի աջող վերջացնելուց հետո անցնում ենք մյուս սրտերը մարելուն։ Այստեղ ոստիկանները փորձում են ձերբակալել հանցագործներին, որովհետև նրանք են պայթեցել այստեղ։ Այնուհետև ոստիկանները հաջողությամբ կարողանում են ձերբակալել անցավորներին։ Իսկ հետո կանչում ենք էլեկտրիկին, որպեսզի կարողանա էլեկտրականությունը անջատի։ Միանգամից չկորցնելով ժամանակը կանչում եմ նաև երկրորդ էլեկտրիկին, որ կարողանան ավելի արագ անջատել այդ էլեկտրականությունը։ 2 էլեկտրիկները չեն կարողանում անջատել հոսանքը, կանչում եմ եւս 2 էլեկտրիկների։ Իսկ հետո բարի աջող հանգցնելուց կրակը վերջացնում ենք այդ աշխատանքը եւ հիմա սպասում եմ հաջորդ տարածքը բացի, որ գնանք այնտեղ մարենք կրակը։ Ինչպես տեսնում եք, այստեղի բնակչությունը միմյանց դեմ կռվում են եւ բնակչությունը տեսնելով զանգում է ոստիկանություն։ Իսկ հետո ոստիկաններից տուժածներ են լինում, բայց անցավորներին բարի աջող ձերբակալում են։ Այստեղ ամեն ինչ վերջացնելուց հետո անցնում ենք մյուս տարածքին։ Կանչել եմ 4 բաժարնիկի մեքենա, որ ավելի արագ կարողանան կրակը մարել։ Այնուհետև կրակը բարի աջող մարելուց հետո հիմա կանչում եմ շտապ օգնություն, որպեսզի տուժածներին օգնություն ցույց տան։ Իսկ հիմա շտապ օգնությունը ցույց է տալիս օգնություն, իսկ ոստիկանները հանգստացնում են բնակիչներին։ Իսկ մյուս զոնայում տեսնում եք, որ կանչեցի 5 հրշեջ ծառայություն, որ ավելի արագ կարողանան մարել կրակը։ Այնուհետև կրակը մարել վերջացնելուց հետո մարդկանց իջացնում ենք վերևից։ Հիմա բարի աջող իջացնում ենք վերևից մարդկանց, իսկ հետո բուժօգնություն ենք ցույց տալու նրանց։ Իսկ հիմա դոկտորները տուժածներին բուժօգնություն են ցույց տալիս, իսկ ոստիկանները բնակչությանը հանգստացնում են նորից։ Եվ մեր վերջին տարածքում, ինչպես տեսնում եք, Սամվելոտը իր ուղղությունը չի կարողացել վայել եւ եկել բախվել է Սյանը։ Այդ ամեն ինչի պատճառ եղել են բանդիստները, կրակելով վերտալյոտին այն ինքնակառավարումը կորցրել է։ Ոստիկանները բարի աջող չեզոքացնում են նրանց եւ ձերբակալում են։ Եվ ինչպես բոլոր դեպքերում լինում, ոստիկանները հանգստացնում են բնակչությանը, իսկ շտապ օգնությունը բուժում է մարդկանց։ Իսկ հետո մեր վերջին տուժածին օգնություն ցույց տալով վերջացնում ենք նաև մեր երկրորդ տարածքը։ Այստեղ տեսնում ենք, որ այրվում է մեքենան եւ ծառները փորձում են կանգնեցնել կրակը։ Կրակը մարելուց հետո, ինչպես տեսնում եք, ծառները փլվել են մարդկանց վրա, հիմա կանչում ենք օգնություն, որպեսզի անեն նրանց վրայից ծառները։ Իսկ հետո բնակչությանը հանգստացնենք եւ նրանց օգնություն ցույց տանք։ Ինչպես տեսակ, սարքավորումները բարձրացնում են ծառը, որպեսզի կարողանանք օգնել մարդուն։ Իսկ հիմա անեցինք մյուս ծառը, որպեսզի օգնենք մյուս տուժածին։ Իսկ հետո կանչում ենք շտապ օգնություն, որպեսզի նրանց տեղափոխի հիվանդանոց։ Բարի աջող կատարեցինք նաև մեր 3-րդ առաջադրանքը։ Իսկ մենք այսօր վերջացնում ենք մեր բաժարնիկի 2-րդ սերիան, իսկ դուք չեք մոռանում, միշտ եք լայքերը դնում եք, բաժանորդագրում եք ալիքին եւ տարածում եք ձեր ընկերների եւ ծանոթների մեջ, որ նրանք էլ իմանան այսպիսի սիմուլյատորների մասին։